Բարի լույս սիրելիներ, Հոբի գրքում 39-րդ գլխում մի հետաքրքիր հատված կա, դրվագ կա, որն ուզում եմ ընթերցել։ Եվ Տեր Աստված խոսեց ու Հոբին ասաց. «Միթե մեկը պիտի կարողանա իմ դադաստանը ծռել, պիտի հանդիմանի Աստծուն ու նրա առաջ պատասխան պիտի տա»։ Հոբը նորից խոսեց ու Տիրոջն ասաց. «Էլ ինչու դատ անեմ դեռ, կշտամբեմ ու հանդիմանեմ»։ Տիրոջից եմ լսում այս բաները ես, ոչնչություն եմ, ինչ պատասխան պիտի տամ ես այդ մասին, միայն պիտի պապանձվեմ, բերանս բացի մի անգամ արդեն, էլ երկրորդ անգամ, բան չեմ ավելացնի։ Տեսեք սիրելիներ, Տիրոջ ցուցումը Հոբին ասելով, որ ով է համարձակվում ինձ հետ դադաստանի մտնել, ամենաարդարը ես եմ, ով կարող է ինձ հետ կանգնել դադաստանի, եւ տեսեք դրա դիմաց Հոբի խոնարհությունը, ասում մեկ անգամ սխալվեցի արդեն, երկրորդ անգամ չեմ անի, պիտի պապանձվեմ, որովհետև քո հետ ես ով եմ, մի տկար մարդ, թեկուզ եւ այդ պահին կարծում ես, թե իբր արդար ես, բայց երբ Աստծո առաջ ես, դու մի փոշեհատիկ ես արդարության, իրականության մեջ չերևացող, եւ ով մարդ, դու ինչպես կարող ես կանգնել Տիրոջ հետ եւ Տիրոջից հաշիվ պահանջել, մտածելով, որ դրանով դու փորձում ես հստակեցնել քո մտքերը։ Սիրելիներս, մեծ պահոց ընթացքին յուրաքանչյուր մեկս խոնարհության կարիք ունենք, առավել խոնարհության հետ միասին նաև կարիք ունենք լռելու, պապանձվելու, երբեմն ձայն չհանելու, չխոսելու, ավելի շատ մտածելու, խորհելու եւ հասկանալու, որ մենք Աստծո առջև պիտի կանգնենք եւ երբ կանգնենք, բան չենք կարողանալու ասենք։ Հետեւաբար այսօր ժամանակն է մաքրվելու, շտկվելու, ամրանալու, զորանալու, որ երբ կանգնենք դադաստանի առաջ, Տերն ասի, որ ապրես, կարողացար ժամանակին քեզ արդարացնել, հետևաբար ես էլ որպես ահեղ դատավոր պիտի կարողանամ քեզ արժանացնել հավիտենական կյանքի։ Այնպես որ մաքրեք ձեզ, խոնարհվեք Տիրոջ առաջ, լուռ մնացեք ավելի շատ եւ կարողացեք հիշել, որ կա դադաստան եւ այդտեղ մենք պիտի կարողանանք Տիրոջ առաջ կանգնել առանց վախի, առանց երկյուղի, այլ հավատով ու սիրով, որ այլևս մեր սիրող Հայրը մեզ ճանապարհ է հարթելու դեպի հավիտենական։ Բարի եւ խաղաղ օր ձեզ բոլորին։ Աստված օրհնի ամենքիս։